Հայր, էկրանի մյուս կողմում գտնվող այս կինը, գուցե հոգնածությամբ, անհանգստությամբ և իր հարազատների մասին մտահոգություններով է եկել այստեղ։ Կարող եք աղոթել նրա և նրա ընտանիքի համար։ Անշուշտ, այս պահին հեռախոսը ձեռքին պահող կին, խնդրում եմ կանգ առ 7 վայրկյանով։ Այսօրվանից այս աղոթքը կարող է դառնալ քո ընտանիքի շրջադարձային կետը։ Տեր Հիսուս Քրիստոս, ես հիմա աղոթում եմ այս խոսքերը տեսնող կնոջ համար։ Այսօրվանից մինչ հուլիսի 31-ը խնդրում եմ ամեն օր օրհնիր նրան, պաշտպանիր նրան ամեն չարից, զորացրու նրա մարմինն ու հոգին, քո սուրբ կամքի համաձայն տուր նրան այն ամենը, ինչ իսկապես օգտակար է։ Տեր, խնդրում եմ, այս օրերին նրան ավելի մոտեցրու քեզ, նորից բորբոքիր նրա սրտում աղոթքի փափագը, վերականգնիր նրա կենդանի իրական հարաբերությունը քեզ հետ։ Եթե նրա կյանքում, ընտանիքում, հարաբերություններում կամ ներաշխարհում որևէ բեկվածություն կա, խնդրում եմ բժշկիր, վերականգնիր, թող ամեն ինչ նորից կարգավորվի, թող նրա տունը լցվի քո խաղաղությամբ։ Տեր, խնդրում եմ, մուտք գործիր այնտեղ, որտեղ հիմա նրա համար դատարկ ու ցուրտ է թվում, թող քո ներկայությունը նորից լցնի նրա կյանքը։ Եթե նա վախ, հիվանդություն, ստրես կամ ներքին ծանրություն է ապրում, խնդրում եմ, հիմա օգնիր նրան, բժշկիր նրան, բավարարիր նրա իսկական կարիքները, թող հուլիսի մնացած օրերը դառնան նրա համար նոր սկիզբ, լցված հույսով Աստծո օգնությամբ։ Տեր, շնորհակալություն քեզ, նրան կյանք պարգևելու համար։ Այսօրվանից մինչ հուլիսի 31-ը խնդրում եմ, ծածկիր նրան ողորմությամբ, տուր նրան ապաշխարող սիրտ, ների նրա մեղքերը, ամեն օր նորոգիր նրա կյանքն ու շունչը, որպեսզի նա պատրաստ լինի ընդունելու քեզանից եկող բարի լուրը։ Եթե ցանկանում ես ընդունել այս օրհնությունը, խնդրում եմ, գրիր ամեն։ Նա խնդրում եմ, փոխանցիր այս աղոթքը նրան, ում մասին ամենաշատն ես մտածում։ Թող այսօրվանից մինչ հուլիսի 31-ը Աստված ինքը հոգ տանի քո ընտանիքի մասին։